Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմաթ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Արմաթ, քանզի մենք չիմանալով անցյալը չենք կարող կերտել մեր ներկան եւ ապագան։ Այսօրվա հաղորդման թեման արցախյան մեգալիթյան մշակույթն է եւ Կերենի դամբարանադաշտի պեղումները։ Մեր հյուրն է պատմագիտության տեխնացու հնագետ Արտակ Գնունին։ Բարև ձեզ, պարոն Գնունի։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Ընդհանրապես ինչ է մեգալիթը։ Մեգալիթ եզրույթը շրջանառության մեջ է մտել դեռևս 19-րդ դարի կեսերից եւ բառացիորեն նշանակում է մեծ քար։ 19-րդ 20-րդ դարի սկզբի եւ մեր հայրենական գրականության մեջ մեծաքարյան մշակույթ եզրույթը տարածված է։ Մեգալիթ սովորաբար անվանում են կոթողային հուշարձանները, դոլմենատիպ հուշարձանները, որոնք հայ իրականության մեջ հաճախ կոչվում էին հսկայի տներ կամ ազնավուրի գերեզմաններ եւ նմանատիպ կոթողները։ Սակայն մեգալիթ բառը այսօր մենք պետք է ընկալենք շատ ավելի լայն իմաստով, որովհետև այն, ինչ որ մենք պայմանականորեն ցիցքար կոչեցյալ կոթողներն էինք անվանում, այսօր մենք կարող ենք բաժանել տարբեր տեսակների։ Այնպես որ մեգալիթյան մշակույթը դա բավականաչափ հարուստ մշակույթ է, որը տարածված է ողջ աշխարհով մեկ։ Եվ այդ իմաստով Հայաստանը եւ մասնավորապես Արցախը բացառություն չեն։ Ինչպիսին էր Արցախի մեգալիթյան մշակույթի ուսումնասիրվածության աստիճանը մինչ անկախությունը եւ հետանկախության տարիներին։ Արցախի բախտը ընդհանրապես հնագիտական ուսումնասիրությունների առումով առանձնապես չէր բերել, եւ եթե 19-րդ դարում, 20-րդ դարում բավականաչափ ինտենսիվ ուսումնասիրություններ կատարվում էին, մասնավորապես Ռոսլերի կողմից Շուշիի շրջակայքում, մանավանդ Մարտակերտի շրջանում, Կուռի ավազանում, Վարանդա գետի ավազանում, Լալայանի կողմից էին հետազոտություններ կատարվում, ապա 20-ական, 30-ական թվականներից հետո մատի վրա կարելի է հաշվել այն հուշարձանները, որոնք ուսումնասիրվել էին։ Այստեղ առաջին հերթին պետք է խոսել Կուշնարյովայի կողմից հետազոտված Իվանյանի դամբարանադաշտի մասին եւ Իսմայելզադեի եւ Օֆելիա Դանիելյանի կողմից հետազոտված Ղարաքյոփակ թեփե բազմաշերտ հուշարձանի մասին եւ վերջ որևէ լուրջ հետազոտություն, որը նվիրված լիներ մեգալիթյան հուշարձանների տիպաբանությանը, մեգալիթյան հուշարձանների նպատակաուղղված ուսումնասիրությանը, բնականաբար մինչև 90-ական թվականները չէր եղել։ 90-ական թվականներից հետո արդեն այդ խնդրին ուշադրություն սկսեց դարձվել, որովհետև մեգալիթյան մշակույթը ինքնին դա ինչ որտեղ ակունք է, ինչ որտեղ հիմք է։ Մեգալիթյան հուշարձանները սկիզբ առնելով խորը պատմական անցյալում, իրենց կերտվածքով, իրենց ճարտարապետական առանձնահատկություններով սկիզբ տվեցին կոթողային մշակույթին ընդհանրապես։ Դրա համար ակունքները ուսումնասիրելը միշտ ավելի հետաքրքիր է եւ ավելի խոստումնալից։ Բացի այդ, մեգալիթյան հուշարձանները ընկալվում էին բնակչության կողմից որպես սրբավայրեր, մինչև մեր ժամանակները։ Այս առումով հետազոտություններ իհարկե կային։ Առաջին հերթին այստեղ պետք է հիշատակել Երվանդ Լալայանի աշխատությունները։ Օրինակ, ինքը հիշատակում է Շուշի քաղաքում
Քմախաչ կոչեցյալ վայրը, որին վերագրվում էին բուժիչ հատկություններ, որը իրականում երևի թե կամ քարային լիցքով դամբարան էր, կամ քարակույտ հարթակ էր։ Նկարագրությունից ավելի պարզ չէ, բայց այն պարզ է, որ մենք գործ ունենք հենց մեգալիթյան մշակույթի հետ։ Մեգալիթյան հուշարձանները նաև այլ հետազոտություններում են հիշատակվում։ Բերեմ մի վաղագույն օրինակներից մեկը։ Ռաֆին հիշատակում է Մռավ լեռան գագաթին կանգնեցված ինչ-որ շինություն, որը վերագրվում էր Վաչագան բարեպաշտին։ Մանրամասն նկարագրությունը, եթե մենք նայում ենք, որը տրված էր եւ Ռաֆիի կողմից, եւ տասնամյակներ անց Ստեփան Լիսիցյանի կողմից, մենք տեսնում ենք, որ դա դոլմենատիպ կառույց է։ Այսինքն մեգալիթյան հուշարձանները միշտ ժողովրդի մոտ ընկալվում էին որպես սրբատեղիներ։ Այդ իսկ պատճառով այս օրինակ հուշարձանների ուսումնասիրությունը շատ կարևոր է եւ շատ հետաքրքիր է։ Ո՞րն է ձեզ համար արցախյան մեգալիթյան հուշարձաններից, որ թե զարմանք է պատճառել, թե իր առանձնահատկությունները ուներ ի տարբերություն մյուս հուշարձանների։ Իսկապես կան մի քանի հուշարձաններ մեգալիթյան, որոնք ապշեցնում են տարբեր չափորոշիչներով։ Օրինակ այստեղ վերցնենք անլճերի համակառույցը, համալիրը, այդ հսկայականը, որը ընդգրկում է տարատեսակ, տարբեր ժամանակաշրջանների հավանաբար մեգալիթյան կառույցներ։ Անլճերը առաջին անգամ այս տարածաշրջանը հիշատակվում է դեռևս 19-րդ դարի սկզբում Դյուբուա դե Մոմբրեի կողմից։ Այս հարցին անդրադարձել է նաև հայր Ղևոնդը Ալիշյանը, ընդ որում Ալիշյանը շատ մանրամասն նկարագրելով այս տարածաշրջանը նշում է, որ այստեղ երկրաբաններն էլ շատ գործ ունեն անելու։ Առաջին անգամ Ալլճերի այս տարածաշրջանի մեգալիթյան հուշարձանները հավաստվել են Գագիկ Սարգսյանի կողմից։ Հետագայում այն այցելել են բազմաթիվ հնագետներ եւ ինչն է այստեղ ապշեցնում։ Ապշեցնում է այդ հսկայական տարածքը, որտեղ այն զբաղեցնում էին այդ հուշարձանները։ Ապշեցնում են տարաբնույթ հուշարձանները։ Այստեղ կան եւ քարացրոն հարթակներ, եւ քարացրոններում կառուցված հարթակներ, եւ դամբարաններ քարային լիցքերով, եւ հուշարձաններ, որոնց վրա դրված են վիշապ քարակոթողներ, եւ քարացրոններում տեղադրված մարդակերպ արձան։ Սակայն Ալլճերի հուշարձանախմբի ամենաապշեցուցիչ երևույթը իհարկե դա պատն է։ Քարացրոններում կառուցված մոտ 1-1.5 մետր բարձրությամբ մի պատ, որը ձգվում է մոտավորապես 8 կիլոմետր դեպի Մաքենիս, այսինքն արդեն Վարդենիսի տարածաշրջանը։ Պատից ճյուղավորվում են բազմաթիվ ենթահատվածներ, որոնք կազմում են քարացրոններում կազմված հարթակներ, որոնք կազմում են բաց տարածքներ քարերից ազատված։ Իհարկե կարելի է տարբեր ձևի դրանք փորձել մեկնաբանել։ Այսպես կարելի է ասել, եւ դա բավական չափ հիմնավորված կարծիք է Գագիկ Սարգսյանի, որ դա մի հսկայական, միջհամայնական անասնապահական համալիր էր։ Բնական է, այդպիսի խոշոր համալիրը պետք է պաշտպանվեր։ Առաջին հերթին պաշտպանվեր խորհրդանշական իմաստով։ Այսինքն նա պետք է դառնար ինչ-որ
պաշտամունքային վայր, ինչի մասին վկայում են արդեն իմ կողմից նշված մարդակերպ արձանը, ինչի մասին վկայում են բազմաթիվ դամբարանները այնտեղ սփռված, ինչի մասին վկայում են վիշապ քարակոթողները։ Այս տարածաշրջանը ամենայն հավանականությամբ սկզբունքային նշանակություն ուներ։ Իդեպ Ալիշանը այս լճերի անունը մեկնաբանելիս նշում է եւ այլ անվանում։ Թյուրքական անունը Ալագյոլ։ Ալիշանը ավելի ճշգրիտ գրում է Ալլահգյոլ, այսինքն սրբալճեր։ Իհարկե պետք է սրբացվեր այդ տարածքը, բարձր լեռներում սփռված, ջրի անսպառ աղբյուրների մոտ գտնվող եւ հենց այդ տարածաշրջանից էլ բխում է Արփագետը։ Հետաքրքիր է, որ Արփագետի հենց ակունքի մոտ էլ տեղադրված է վիշապ քարակոթողը, այնպես որ Ալլճերի այս համալիրը իհարկե ապշեցնում։ Նույնը կարելի է ասել Այլախի մասին։ Այլախի համալիրը եւս գտնվում է լճային միջավայրում։ Ինչպեսի տարօրինակ եւ հետաքրքիր մի զուգադիպություն, մի օրինաչափություն, որտեղ մենք նայենք Հայաստանում բարձր լեռնային լճերը, դրանց տարածքը սրբացվում է։ Այդպես է Արագածի բարձր լեռնային լճերի մոտ, այդպես է ըստ Թաղիադյանի Փոքր Մասիսի Գագաթի լճի մոտ, այդպես է Արցախի եւ Սյունիքի սահմանում գտնվող Սև լճի ավազանը, ամենուրեք այդ մեծ լճերի մոտ պետք է ծիսապաշտամունքային օբյեկտներ տեղադրվածներ։ Դա պատահական չէ ամենևին էլ։ Ջրի աղբյուրը, անասնապահության համար նպաստավոր պայմանները, ամառանոցները, բնական է այդպիսի տարածքները կարիք ունեին ոչ միայն ֆիզիկական պաշտպանության, իսկապես որտեղ նա է ստորոտում ամրոցներ կան, այլև հոգևոր պաշտպանության, հոգևոր անվտանգությունն ապահովելու եւ բնականաբար այստեղ տեղադրվում էին ծիսապաշտամունքային համալիրները եւ դամբարաններ եւ կոթողներ։ Վերադառնանք Այլախին։ Այլախը իրենից ներկայացնում էր ցից քարերի շրջան, բնականաբար հայտնաբերման պահին նրանք բոլորը զգետնված էին, որոնց կենտրոնում բարձրանում էր վիշապ քարակոթողը։ Հիմնական այդ համալիրից քարաշարեր էին ձգվում դեպի Այլախի լիճը։ Հարևանցիորեն ասեմ, որ եւ Ալլճերի եւ Այլախի բարձրությունը ծովի բակերևույթից շատ եւ ավելի շատ է, քան 2000 մետրը։ Իսկ դա ամառանոցներ էին։ Եվ իսկապես Այլախից ոչ հեռու հայտնաբերված է Կիկլոպյան, այսինքն բրոնզ երկաթեդարյան ժամանակաշրջանին բնորոշ շարվածքով կառուցված խոշորագույն անասնապահական համալիր։ Այլ հուշարձանների մասին, որպեսզի բազմազանությունը մենք նկատենք Արցախի մենհիրների, իհարկե պետք է խոսել Վանոցա գյուղի մոտ գտնվող Դոլմենային համալիրի մասին։ Ինչ է դոլմենը։ Դոլմեն բառը շրջանառության մեջ է մտել 1812 թվականից, բառացիորեն նշանակում է սեղան։ Դա հսկայական կառույցներ են, փաստորեն տներ, պատկերացրեք, 6 մետր երկարությամբ, մոտ 3-4 մետր լայնությամբ, 2.5 մետր բարձրությամբ, հսկայական քարերից կառուցված, այդպիսի կառույցներ տարածված են ողջ աշխարհում։ Սկսած հյուսիսային Եվրոպայից մինչև
հարավ-արևելյան Ասիա, կան նաև Հայաստանում։ Հայ իրականության մեջ դրանք հիշատակվում են դեռևս 19-րդ դարի հեղինակների կողմից, ազգագրագետ հեղինակների կողմից, օրինակ Գարեգին Սրվանձիցյանցի կողմից, որպես հսկայի տներ, ազնավուրի գերեզմաններ, պարզ է, որ ժողովրդի համար նման ահռելի կառույցները բավականաչափ տարօրինակ էին եւ հետաքրքիր։ Վանոցայի համալիրը եւս հայտնաբերվել է տեղացիների կողմից անվանվում է կռապաշտի տներ, եւս հայտնաբերվել է Գագիկ Սարգսյանի կողմից, այն գտնվում է Կորնիձոր գետակի կիրճի ափին, հարթ տարածքում եւ առ այսօր պահպանվել, ցավոք տարածքը բավականաչափ խաթարված է մարդու գործունեության պատճառով եւ առ այսօր այստեղ երևում են ընդամենը 6 այդպիսի ահռելի կառույցներ, որոնք ամենայն հավանականությամբ շրջապատված էին քարաշարերով, այսպես կոչված կրոմլեխներով, ունեին բակ, ունեին նախամուտք եւ ինչն է հետաքրքիր, այդ տարածքը կարծես սահմանափակվում էր քարաշարով, մենհիրների շարքով եւ մենհիրները դրված էին եւ կենտրոնականը ֆալլատիպ այդ մենհիրներ, ֆալլատիպ հուշարձաններ, այսինքն յուրաքանչյուր քար, որ դրվում էր, նա ուներ իր իմաստը։ Եվ մի շատ հետաքրքիր մի հանգամանք, ողջ աշխարհի համար։ Եթե մենք այսպիսի համալիրներ նայում ենք, ապա կողքը պիտի լինի գետ կամ աղբյուր, կամ եւ։ Նույնը մենք տեսնում ենք Վանոցայում։ Մենք խոսացինք տարբեր տեսակի մեգալիթյան կառույցների մասին, բայց մեգալիթյան կառույցները եւ հիմնականում դամբարանային համալիրների մասին։ Բայց մեգալիթյան կառույցները կարող էին լինեին եւ մեկուսի եւ տեղադրված լինեին բնակատեղիներում։ Այստեղ մենք ես ուզում եմ բերել մի քանի օրինակներ։ Առաջինը բնակատեղի Ստեփանակերտից ոչ հեռու, դա Շուշենի մոտ կա մի բնակատեղի, որը կոչվում է, այդ վայրը կոչվում է Մելիքեն դուզ։ Մելիքեն դուզը իրականում, եթե դատենք հնագիտական, մասսայական վերգետնյա նյութով, մոտավորապես պատկանում է Քրիստոսից առաջ 7-ից 6-րդ դարերին։ Հնագետ Արտագունն ինչով գրավեց Կերենը։ Կերենի դամբարանադաշտը հայտնաբերվել է տեղացիների կողմից, տեղի բնակիչների կողմից, առաջին անգամ արժանացել է ճարտարապետ երջանկայիշատակ Ստեփան Նալբանդյանի ուշադրությանը եւ ում միջոցով էլ մենք ծանոթացանք։ Ինչն է ապշեցուցիչ այստեղ։ Ապշեցուցիչ է Խեցեղենի որակը։ Ապշեցուցիչ է Խեցեղենի որակը։ Այն Խեցեղենը, որ մենք կարող ենք համարել արարողակարգային Խեցեղեն եւ դամբարանային նյութերում կարելի է հատուկենտ օրինակներով դիտարկել, այստեղ համատարած է, այստեղ հարյուրավոր օրինակներ կան։ Առաջին անգամ, երբ որ ես այնտեղից բերեցի մի քանի դամբարանների նյութ, գործընկերներից մեկը ասեց, այստեղ ավելի շատ նյութ կան, քան մի քանի բնակատեղիում իրար հետ վերցրած։ Խոսքը շքեղ արարողակարգային Խեցեղենի մասին է։
Շնորհակալություն պարոն Գնունի հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հայրենակիցներ, մեր հաղորդաշարը կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներում։ Բարին ձեզ, կհանդիպենք։